մտածում են կամ հрьяաներն են, կամ մասոններն են, կամ գլոբալիստներն են, կամ չգիտեմ ովքեր են կառավարում աշխարհը, բայց աշխարհը օրգանիկ բան է, որը հնարավոր չի կառավարվի ինչ որ փոքր քանակությամբ թաքուն մարդկանց կողմից, օրգանիկ ձևով այդ ամեն ինչը զարգացել է, չէ՞, ասենք քարի դարից մարդիկ անդադ իրար դեմ կռվել են, պայքարել են մի հատ խոտի ծառի համար, խնձորի ծառի համար պատերազմ են արել 4-ը 4-ի դեմ, հետո դա մեծացել է, չէ, ավելի մեծ մասշտաբներով է դարել, ինչ որ թազա ապրանքներ են հայտնվել, մեկը ոչխար է ունեցել, մեկը 20 հատ խնձոր է ունեցել, սկզբից 20 հատ խնձորը ոչխարի հետ են փոխարինել, բայց մեկը կով է ունեցել, մեկն է ոչխար, հիմա կարող է կովը ավելի շատ օգուտ է բերում, քան ոչխարը, բայց 1.5 հատ ոչխար ոնց պետք է տար օրինակ կովի տեղ, դրա համար փող է հայտնվել, փողը շրջանառելու համար ինչ որ իշխանություն է պետք եղել, որ ամեն ինչը ըստ կանոնի լինի, չխաբեն, այսինքն իշխող լինի, այդ իշխանությունն է հենց պետությունը ասվածն է, այսինքն դա մարդկության հասարակության բնական ընթացքն է, ու բոլոր բաները ինչ որ կատարվում են, լրիվ օրգանիկ է կատարվում, ու չեմ հավատում, որ ինչ որ թաքուն ձյաձյաներ Պուտինին են կառավարում, Թրամփին են կառավարում, սրան են կառավարում, նրանք են կառավարում, իրանք են նստած շամպայն են խմում, TV-ով նայում են, այն Squid Game-ի պես